Պարոն Մանուկյան, խնդրում եմ նշեք այսօր ինչ նպատակով եք կառավարության մոտ եւ նախորդ տաքսու վարորդների ակցիան ինչ արձագանք է ունեցել իշխանությունների կողմից մասնավորապես։ Տեսեք, ստորագրավակից հետո 3 նախարար արձագանքել է էկոնոմիկայի, սոցիալ նախարարը եւ առողջապահության նախարարը, այսինքն իրենք արձանագրել են փաստ, որ կա նմանատիպ խնդիր, արձանագրել են փաստ, որ վարորդների իրավունքները ոտնահարվում է եւ իրենք ասել են, որ լուծումներ կառաջարկեն որոշակի, բայց քանի որ պահանջը ձևակերպված չէր պաշտոնական, այսինքն ստորագրություններ հավաքված, այդ օրը շուրջ 600 ստորագրություն, եթե չեմ սխալվում, հավաքագրվե, որոշում կայացվեց, որ երեքշաբթի օրը վարորդների հետ, այսինքն մի փոքր խմբով, մի քանի վարորդի հետ մենք գանք եւ նամակը պաշտոնապես մուտք անենք կառավարություն, որից հետո պլանավորվում է ուրբաթ օրը երթ ակցիա Yandex ծառայության գրասենյակի մոտ, պահանջներ Yandex-ից, որից հետո վարորդները պլանավորում են, եթե կառավարությունը 10-15 օրվա կտրվածքով որոշակի արձագանք չտվեց, որոշակի չափով չանդրադարձավ այս խնդրին, իրենք գնալու են ակցիաների, խաղաղ անհնազանդությունների, որովհետև այս մարդկանց մոտ կա առաջին այն փաստ, որ իրենց իրավունքները տոտալ ոտնահարվում է, իրանք բուլինգի են ենթարկվում այդ ծառայություն մատուցող ընկերությունների կողմից եւ պարտավոր է պետությունը կանգնի իր երկրի քաղաքացու կողքին։ Մյուս խնդիրը որ կար, տեսեք, ասում են, որ 200,000 դրամից ավել այն վարորդներն, ովքեր որ վաստակում են, իրենք պետությունը պարտավոր է այս մարդկանց գրանցել, այսինքն այսօր իրանք 5% турք են վճարում, ինքնազբաղված են այս մարդիկ, բայց դրա դիմաց ինչ են ստանում, ոչ մի բան։ Ուղղակի ոչ մի բան չեն ստանում այս մարդիկ։ Կամ ասում են, որ ասում եք 200,000 դրամից ավելով աշխատավարձ է ստանում, հարկ է վճարում, պիտի անվճար բուժօգնություն ստան։ Այս մարդիկը դրանից չեն օգտվում։ Ասում են, լավ, պետություն դու ռեկետ ես անում, ռեկետ չկես, դու ինչ ես անում։ Մենք գնում ենք մեր ավտոներով ընկնում ենք ձեր սարքած փոսերի մեջ, ձեր ծնած այդ հակատանկային փոսերի մեջ ավտոմեքենաները ջարդում ենք, դիմացը ոչ մի բան չեք տալիս, ասֆալտչիկ իշխանություն։ Գոնե այս փուլում մի քիչ մեզ ուրիշ ձև աջակցի, չնայած արդեն այդ ասֆալտչիկի իրանց ամբողջ բրենդը իրանք փոշիացրել են, բոլորս էլ հասկացել ենք, որ էդի գետինը սևացնել էր, ուրիշ ոչինչ չէր։ Ու հաջորդիվ քայլեր է լինելու, որովհետև այստեղ ոչ թե 500 կամ 600 վարորդի իրավունքներ է ոտնահարված, այլ տասնյակ հազարավոր։ Այս պարագայում մշտական շուրջ 40,000 վարորդ ամեն օր աշխատում է 10-ից 12 ժամ։ Իրենք աշխատում են 200,000 դրամից ավել գումար։ Մարդն ասում է, ես պատրաստ եմ ինձ գրանցված աշխատող ձևակերպի, այն հարկադիրի տակ եմ, որոշակի տոկոս էլ ինչ-որ մեխանիզմ առաջարկի ինձ, ես այդ մեխանիզմից ելնելով այդ գումարները վճարեմ։ Ասում եմ, դա չեք առաջարկում ինձ, ոչ մի բան չեք կառավարության համար այդ վարորդների այդ ամբողջ սեգմենտը, ամբողջ այդ մեծ խումբը, որ կա մարդային խումբը, չկա, ուղղակի իրանք չեն նկատում, հասկանում եք, բայց երևի են իրանց մեծ խոսքերը, որ ասում են երկրում կա գրանցված 700,000 աշխատող, ման այս մարդկանց իրանք ընդգրկում են այդ աշխատողների ցանկում, ամենայն հավանականությամբ, ու ամենայն պատասխանատվությամբ եմ ասում ես պարագայում, այսինքն իրանք այդ մանիպուլյացիայի չեմպիոններն են, եթե մանիպուլյացիայի ինչ-որ մրցույթ կազմակերպենք, գործող իշխանությունը աշխարհի մակարդակում առաջի 10 հորիզոնականում մրցակից ուղակի չունի ինքը, մնացածի պայքարը սկսվելու է 10-ից հետո։ Այս մարդիկ չեմպիոն են այդ գործով։ Մենք էլ եկել ենք այսօր շատ այնս կուլտուրական փոքրիկ միջոցառում, հա, այսինքն մի քանի հոգով ենք որոշել, որ պիտի լինենք, մաքսիմում 5 հոգի, երևի կեսն էլ ավտոմեքենայի տեղ չեն գտնում, բայց արդեն ժողովուրդը եկել են, իրանց հետ պաշտոնապես նամակը մուտք կանենք ու կարձանագրենք փաստը, որ նամակը պաշտոնապես մուտք է եղել արդեն։ Ու կսպասեն արդեն տաքսի վարորդները արձագանքին։ Իսկ Yandex-ից արձագանքի եղել է։ Yandex-ին ուրբաթ օրն ենք մենք գնալու, ի՞նչն է խնդիրը։ Yandex-ը ստեղ ոնց հասկանում ենք, այդ իրանց աշխատանքային տենց շտաբ ասեմ, գլխամաս ասեմ, ինչ ասեմ, չունի, մի հատ ինչ-որ տեղ են գտել Մոսկովյանի վրա, որ տեղ ունեն, գնալու ենք ընդեն մի քանի հոգի են նստած։ Ուրեմն վարորդները պատմում են, ասում են զանգում ենք, բողոքը խոսում ենք, ասում են ինչ-որ մեկը տանից, ասում է ժարիտ անում, ասում է ջայտից զեննա գալի, երեխու լացից զեննա գալիս, ասում է
չկա գրասենյակ աշխատանք, որ օպերատիվ մեզ բանան արձագանք են։ Զանգում ասում են, այս խնդիրն է, հաճախորդը նստեց, գումարը չտվեց, փախավ։ Մի հատ իր հեռախոսի համարը տվեք, մենք բանան ենք։ Ասում մենք իրավունք չունենք տալու ադբոյ, ասում եմ, երևի AI-ով մի հատ ծրագիր է դրած արհեստական բանականությամբ, որ պատասխանի մեր բոլոր հարցերին։ Այսինքն այսօր գնալու ենք, ասենք լավ Yandex, դու սենց գործառույթ ես իրականացնում, էլի, ոնց է եղել, այդ բոլորը ոնց է ստացվել եւ Yandex-ի հետ կապված, տեսեք, մենակ այդ խնդիրները չէ, արհեստական մարդկանց անհասկանալի պատճառներով իրենց ռեյտինգը իջացնում են, այսինքն մարդիկ տեսնում են, որ իրենց ռեյտինգը իջել է, պատվեր չի գալիս, կամայական պատվերը չեղարկում են, այդ բոլորը պիտի լինի ինչ-որ մի կառույց, որտեղ որ այս մարդկանց իրավունքները կպաշտպանվի ու շատ արդարացի է վարորդների պահանջը ու իրանք ինչ պահանջ որ դնում են, ես իրենց կողքն եմ, բարձրաձայնում եմ իրենց խնդիրները, տալիս ենք ճիշտ ձևակերպում եւ պահանջատեր ենք լինելու այդ բոլորին։